Պարոն Ռիբունյան, ընդդիմությունն ասում է իշխանությունը չի ամաչում 4-րդ կարգի անորակ ցորեն է բերել, թմբկահարում էր այս ընթացքում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդդիմությունը ասում էր, սա միակողմանի ապաշրջափակում է եւ Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու։ Հայաստանը մնալու է շրջափակման մեջ։ Հայաստանը միակողմանի զիջումներ է արել։ Ադրբեջանի համար է միայն ապաշրջափակում լինելու։ Իսկ հիմա իրանք քննարկում են, թե ցորենը որ կարգի է։ Սա կարծում եմ արդեն իսկ խոսուն է, իսկ ընդհանրապես ցորենի մասնագետ ես չեմ եւ էկոնոմիկայի նախարարությանը հարցնեք, բայց ես չեմ կարծում, որ ինչ որ անհատ ձեռներից պիտի ուզենա ներգրի ցորեն, որը իր նպատակին չի ծառայում։ Պարոն Բայրամովի հայտարարությունների հետ կապված մեկ էլ Ռուսաստանի, ռուսաստանական ցորենի մասին ինչ են ասում։ Նորմալ է, որակը բավարարում է իրանց։ Տեսնում եք ինչ լավ է։ Ունեք ցորենի հետ կապված։ Պարոն Բայրամովի հայտարարությունների հետ կապված ցավալուն հայտարարություններ էր, տվել։ Փաստորեն հիմնական մեղքը այն է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ փուլի կտրուկ ասես փոփոխությանը եկել տեսակետը հրաժարվել է բանակցություններ վարել ու ինչն էլ բերել է փակուղի ու արդյունքում ունենք այս ցավալի իրավիճակը պատիժն հանգեցրել է պատերազմին։ Ավելի 19-ին ասած առաջարկներ են ներկայացել, որոնք մերժվել են։ Դա ոչ միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է ասում, այլ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ պետք է ասեմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահարել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Բայց փաստերը նրանք վկայակոչում, պարոն։ Ես համաձայն չեմ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետեւ այդ փաստերը ճիշտ չեն։ Դրանք ճիշտ փաստեր չեն։ 19 թվականի Արցախ Հայաստանը եւ վերջի ասել, որ զրոյական Ներողություն, Ռոբերտ Քոչարյանը ասել է Արցախը Ղարաբաղը 88 թվականից մինչ օրս Հայաստանի մաս է։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի եւ իր գործընկերների տրամաբանության ինքը պատերազմ է հրահարել։ Պարոն 2019-ին առաջարկ ուղարկվել է։ Ներողություն, 2019 թվականին ինչ որ առաջարկ է եղել, որին Ադրբեջանը համաձայնվել է, իսկ Հայաստանը չի համաձայնվել։ 2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնվել է եւ Հայաստանը չի համաձայնվել։ Հարգելի գործընկերներ, նախ 1000 անգամ խոսել ենք, էլի, ես չզարմանում եմ, ոնց է ամեն անգամ գալիս հարց տալիս։ Ամեն անգամ թողեք խոսեմ։ Ամեն անգամ ինձ զարմացած հարցեր եք տալիս, ոնց որ 1000 անգամ չի խոսվել դրա մասին։ Ես էլ երբ որ, հաստատում եք, շնորհակալություն։ Հիացած եմ ուղղակի։ Ընդհանրապես 2008 թվականից սկսած, երբ որ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, բոլոր առաջարկները նույն էության մեջ են եղել եւ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ նկարագրել է ինչ է նշանակում Մադրիդյան սկզբունքները։ Նշանակում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում, որովհետև երբ որ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները մեկտեղում է, ստացվում է ինքնորոշում Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո բոլոր առաջարկները, որոնց մի մասը իդեպ Ադրբեջանն է մերժել, ենթադրել են դա։ 2019 թվականի առաջարկը սկսում է հետեւյալով. Ադրբեջանի նախագահ եւ Հայաստանի նախագահ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը չէր, Արմեն Սարգսյանն էր եւ Արմեն Սարգսյանը չէր վարում բանակցություններ։ Հետո 2019 թվականի փաստաթուղթը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ ինչ որ հանրագումար, որը Հայաստանը չի մերժել։ Հայաստանը որևէ առաջարկ չի մերժել։ Բայց ընթացքել չի տրվել։ Ինչ նշանակում է։ Իսկ 2016 մի վարքյան 2016 թվականի առաջարկների Սերժ Սարգսյանը ընթացք տվել է, կամ դրանից նախորդած որևէ առաջարկի ընթացք տրվել է։ Եվ մի կարևոր բաներ եմ էլի ես ուզում ասել։ Ընդհանրապես բոլոր նախագահները նախկին այսպես կոչված ինչ են ասում։ Ասում են, այ որովհետև իրանցից երկուսը երբեք չեն ընտրվել նախագահ, մեկն էլ մի անգամ է ընտրվել, երկրորդ անգամ չի ընտրվել։ Այ դրա համար այսպես կոչված։ Ինչ են ասում։ Ասում են ամեն մեկը իր նախագահության տարիներին, էլի։ Այսպիսի հանճարեղ առաջարկներ կային, այսպիսի շատ լավ ծրագիր կար, այսպիսի շատ լավ ծրագիր կար։ Է շատ լավ, եթե այդքան լավ առաջարկներ կային, ինչի՞ չեն իրագործվել այդ առաջարկները։ Մի վարքյան,
մի վարքյան թողեք հարցին պատասխանեմ։ Հաջորդը իրականում մադրիդյան սկզբունքներով ենթադրվող առաջարկները մենք պրակտիկայի մեջ իրականում տեսել ենք ախր։ Մենք տեսել ենք այդ առաջարկի ընդունումը ինչ էր ենթադրում, որովհետև առնվազն 2010-ականներին հնչած բոլոր առաջարկները ենթադրել են ինչ, որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջաններից, տարբեր վարիացիաներով, հա, բայց 7 շրջաններից Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի Միչանսկի շուրջ առնվազն ռուս խաղապահներ են կանգնում եւ կարգավիճակի հարցին չի լինում անդրադարձ։ Այս իմ նշած ամեն ինչը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղի է ունեցել։ Մենք արդեն տեսել ենք ինչ է լինում, երբ որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջանների մի մասից, երբ որ մնում է Լաչինի Միչանսկ եւ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղապահների կանգնելով եւ տեսել ենք որ դա որևէ կետ ես հասկանում եմ որ հրապարակ օրաթերթը մի քիչ խնդիրներ ունի, բայց մի ընդհատեք ինձ։ Ես խնդիրներ բացարձակ չունեմ ու երբ որ ես պատասխանում եմ մի ընդհատեք ինձ։ Եվ հետեւաբար մենք տեսել ենք, դե չշարունակեցի ուղղակի խնդիրներ ունի ինչի հետ, որովհետև փորձում են պահել բարեկրթության սահմանները։ Եվ մենք տեսել ենք, որ ոչինչ նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ռուս խաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում չի խանգարել, որպեսզի Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին իր վերահսկողության տակ վերցնի Լեռնային Ղարաբաղը։ Հետեւաբար, երբ որ իրանք ասում են, այ այն ժամանակ էս ինչներ, մենք դրա իրագործումը գետնի վրա տեսել ենք։ Պարոն Բինյան, մեկ այլ հարցի անդրադառնանք։ Ներողություն, էլի, հարց ունեք։ Այո, պատերազմ չեք կարծում, որ բանակցություններից հետո այդ ձեր ասած, որ տեսել ենք եւ պատերազմից հետո բոլորովին ուրիշ վիճակ էր լինելու։ Այսինքն մեզ արդեն մենք ստորացուցիչ պարտություն էինք կրել, դրանից հետո ինչ էիք ակնկալում։ Իսկ եթե բանակցություններով գայիք այդ 7 շրջաններին ուրիշ ձև չէր լինի, դուք ավելի լավ գիտեք, հիմա դա պատերազմական ելքով իրավիճակ ուրիշ բան է, բանակցությունների ելքով իրավիճակը ուրիշ բան է։ Հիմա ինչ եք ասում, որ մենք տեսել ենք այդ վիճակը։ Որովհետև մենք տեսել ենք այդ վիճակը։ Ես ձեզ ասում եմ, եթե փաստարկն այն է։ Երկու մասի էլի բաժանենք փաստարկը։ Իրանք ասում են, այ մեր ժամանակ քննարկում էր այս հանճարեղ լուծումը եւ շարունակությունը, մեղադրանքներ մեզ։ Հիմա ես ասում եմ, հակափաստարկ համար 1, եթե ձեր ժամանակ քննարկում էր այդ հանճարեղ լուծումը, ինչի այդ հանճարեղ լուծումը չի իրագործվել։ Գուցե որովհետև այդ հանճարեղ լուծմանը Ադրբեջանը չի համաձայնվել երբեք։ Հակափաստարկ համար 2, նույնիսկ եթե այդ ձեր պատկերացրած հանճարեղ լուծմանը Ադրբեջանը համաձայնվեր, այդ լուծումը արդեն իսկ հայտնի է, ենթադրելու էր 7 շրջանների վերահսկողության հանձնում Ադրբեջանի, կամ 7 շրջանով, կամ 5+2, կամ Լաչինի Միչանսկ պահելով, այսքան կիլոմետրաժով կամ այսքան, բայց էությունը շատ չի փոխվում։ Եվ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուս խաղապահ զորամիավորման տեղակայում։ Հիմա ասում եմ, մի պայմաններում, երբ որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուսական խաղապահ զորակազմի տեղակայում տեղի ունեցել էր եւ Լաչինի Միչանսկի շուրջ, Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար իրենց պնդումը, որ տեսեք, այսպիսի հանճարեղ բան էր լինելու, նախ փաստ չի որ լինելու էր, երկրորդն էլ լինելու դեպքում մենք արդեն տեսել ենք դա ոնց է ավարտվում։ Այն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները այնքան փչացած չէին, որքան օրինակ պատերազմից հետո, երբ որ հակառուսական նոտաներ էին։ Ինչ հակառուսական նոտա։ Ինչ հակառուսական։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը կներեք, ես որ մազոխիստ չեմ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, դնեմ 7 ժամ նայեմ։ Չէ, դուք գոնե փող եք ստանում դրա համար, լրագրող եք, դա ձեր գործն է։ Ով է ասում, ես վստահ չեմ։ Ժամը 6-ից գրոհեց Facebook-ում։ Դե հիմա անպայման չի նայել դրա համար, բայց չեն նայել Սերժ Սարգսյանի հարցազրույցից նշագրավ դրվագ կա, դուք Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր թիմակիցներն եք հեղափոխության ժամանակ միշտ կողքին եք եղել, ասում է այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին հող վարչապետի պաշտոն են առաջարկել։ Ես նման բան չեմ։ Ով է Սվիտասկին է նրան ասել այդ մասին։ Ես չգիտեմ։ Ես ասել Սերժ Սարգսյանին։ Ես չգիտեմ ինչ են խոսել Սվիտասկին Սերժ Սարգսյանի հետ, ես նման բան երբեք չեմ իմացել։ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել է եւ Փաշինյանը Սվիտասկին այդ մասին ասել է։ Ես նման տեղեկություն չունեմ։ Այսինքն նման բան չի քննարկվել, չի եղել։ Ես ամենայն դեպս տեղյակ չեմ եւ ես վստահ եմ որ տեղյակ կլինեի, եթե այդպիսի բան եղած լիներ։
Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցներում, այսպես կարմիր թելով գծված, իրենք երկուսն էլ նույն բանն էին պնդում բանակցությունների հետ կապված, դες մեղադրումը դուրս թողեցիք բանակցություններից, պատերազմը դուք հրահարեցիք։ Ինչ որ միտում կա այս հարցազրույցների իրար հաջորդականության մեջ, նաեւ դրան գումարենք Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դրսի լրատվամիջոցներին էլի ձեզ մեղադրանքներ։ Դե շուրջան ասում եմ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արգոսնախարարի, Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումների հետ։ Ես համաձայն չեմ եւ ճիշտ եք նկատում, որ այդ պնդումները նույնն են։ Հիմա դուք դատեք նորմալ է, որ Ադրբեջանի արգոսնախարարը մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահարելու բանակցային գործընթացը կանգնացնելու մեջ, ինչը հասկանալի է, որովհետեւ ինքը հակառակ կողմն է, պետքա հակառակ կողմին մեղադրի, բայց նորմալ է, որ նույն մեղադրանքը Հայաստանի հասցեին հնչեցնում են Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ասեմ ավելին, նշեցիք Սերժ Սարգսյանի նախկին աշխատակազմի ղեկավարի որդու հարցազրույցը, որ ես էլի չեմ նայել, բայց մի հատված տեսել եմ, որտեղ ասում է, որ 2023 թվականին Հայաստանի վարչապետը հայերին Լեռնային Ղարաբաղից տեղափոխեց Հայաստան։ Կարծես որևէ բան չէր եղել, ուղղակի Հայաստան Նիկոլ Փաշինյանը էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղ։ Այս են այս մարդիկ, իրանք ինձ թվում է մեկ-մեկ ես հասկանում եմ քաղաքական գործունեություն, ընդդիմադիր գործունեություն, բայց պետք է տարբերակես պայքարը երկրի իշխանության դեմ, ինչը նորմալ է, եթե դու ընդդիմադիր ես, պայքարից քո պետության դեմ։ Պարոն Ռուբինյան, մի րոպե կներեք, էլի Բայրամովը ասում էր, որ այդ իրավիճակում, այդ շրջանում իրենք փաստեր են հավաքել եւ միջազգային հանրությանն են ներկայացրել այդ փաստերը, մասնավորապես նշում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախը Հայաստանը եւ վերջ Տավուշյան դեպքերից հետո այդ ցուցադրաբար միջոցառումը մեդալներ հանձնելը, համահայկական խաղերի անցկացումը Ստեփանակերտում, դուք այնուհանդերձ չեք կարծում, որ այդ ամենը ինչ որ կերպ նպաստեց, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արգոսնախարարի Ռոբերտ Քոչյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի պնդումների հետ, որ Հայաստանը հրահարել է պատերազմ։ Ես դրանց հետ համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արգոսնախարարի եւ Ռոբերտ Քոչյանի այն պնդման հետ, թե իբր 2020 թվականին Հայաստանը Տավուշում հուլիսին սահմանային պրովոկացիա է դիմել։ Ես համաձայն չեմ Ռոբերտ Քոչյանի եւ պարոն Բայրամովի միջև այդպես է ասել։ Ու մի կողքից բան արեք, մեկնաբանեք իմ ասածները։ Հաջորդը ես կարծում եմ պատճառը, որ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ 44 օրյա հետեւյալի մեջ է։ Այն տարիներին, երբ որ պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի հարաբերակցությունը Ադրբեջանի հետ ռազմական բյուջեից 1/1-ից չդառնա 1/5-ին 2008 թվականի դրությամբ, պետք էր այդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար։ Եվ այսպես շարունակ, այդ է պատճառը եղել 44 օրյա պատերազմի, երբ որ բալանսը այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք։ Շատ բարձ։ Ինչ? Պատերազմը հենց այդ է սկսում է, երբ որ բալանսը խախտվում է, ոչ թե հավասար։ Ինչի պետք է Ադրբեջանը մի վարքյան մի իմ հետ հավասար խոսեք։ Ինչի պետք է հավասար խոսում եք, հենց հիմա դուք իմ հետ հավասար խոսում եք։ Ինչի պիտի Ադրբեջանը 2000-ականներին պատերազմ սկսեր, եթե ինքը տեսնում էր, որ իր ռազմական բյուջեն ավելանում է եւ Ռոբերտ Քոչյանի ընտանեկան բյուջեն է ավելանում։ Հայաստանի ռազմական բյուջեն ճիշտ համամասնությամբ չի ավելանում։ Ինքը ընդամենը պիտի սպասեր, երբ որ այդ համամասնությունը պետքա փոխվեր իր օգտին։ Եվ երբ որ Ռոբերտ Քոչյանը ասում է իմ տարիները եղել են խաղաղ պարտքով վերցրած տարիներ են եղել, իհարկե։ Այն տարիները, երբ որ պետք էր ծախսել ռազմական բյուջեների համամասնությունը պահելու համար, ինքը ծախսել է իր ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, արդյունքում իր նախագահության ավարտին 1/1-ին հարաբերակցությունից դարձել է 1/5-ի հարաբերակցություն։ Դուք հիմա ինչ փաստարկներ եք բերեք, ակնհայտ է, որ այդ տարիները Համաձայն եք իմ փաստարկները։ Ոչ, համաձայն։ Ինչի համաձայն չեք։ Տեսեք, բացատրում եմ, ակնհայտ է, որ այդ տարիները։ Ինչի համաձայն չեք ասում։ Որովհետև այդպես չի իրականում։ Դուք Բա ոնց է։ Այսինքն ուզում եք ասեք 98-ի եւ 2008-ի համեմատությունը ռազմական բյուջեների 1/1-ի ու 1/5-ի չի եղել։ Գուցե այդպես է եղել, բայց դա չի հրահրվելու Ադրբեջանի պատերազմը։ Ո՞վ է հրահրել Ադրբեջանի հետ պատերազմը։ Դուք ասում եք որ հրահրել։ Իսկ դուք ինչ եք ասում։ Ես ասում եմ, որ ինչ եք դուք ասում։ նպաստել են, որ Ադրբեջանը Ես էլ ասում եմ նպաստել են հետևյալ քայլերը, որպեսզի սկսվի պատերազմ։ Նպաստել են հետևյալ քայլերը 98-ից 2008 թվին եւ դրանից հետո նպաստել են հետևյալ քայլերը։ Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում աճել է երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները։ Այդ դա է նպաստել պատերազմի սկզբին։ Բայց
հիմա թվականակով մեծից մի քանի անգամ մեծ պետությունները մեզ պիտի խժռեին։ Ինչի մենակ ռազմական բյուջեով, բա բանակցությունները դուք գոնե բանակցող մարդ եք։ Դե ես էլ շատ լավ այդ բանակցությունները, ասում եմ, իրանք եթե այդքան հանճարեղ բանակցողներ էին, այդքան հանճարեղ ծրագրեր կային, ինչի չեն իրագործվել այդ ծրագրերը։ Կամ որ ասում են Նիկոլ Փաշինյանը եկավ եւ բանակցությունները փակուղի մտցրեց։ Սիրելիներս, Սերժ Սարգսյանը 2000 մի ընդհատեք ինձ, սիրելի իմ բարեկամ, մի ընդհատեք ինձ։ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին տարածքների վերադարձի մասին, չնայած ինքը միշտ խոսում է, բայց ասենք թե 3 օր չի խոսում։ Ասում են, ահա, ինչու նա չի խոսում մեր օկուպացված տարածքների վերադարձի մասին։ Երբ որ ասում են մենք պետք է վերադարձնենք մեր օկուպացված տարածքները, այդ թվում Արցախը, ասում են, այսինչ է, ուրեմն զիջումների անեն։ Հիմա, ինչ վերաբերում է անկլավային հարցերին, դրանք պետք է որոշվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։ Սահմանազատման հանձնաժողովները ընդունել են աշխատակարգ, որը նաև մեր կողմից օրինակ վավերացվել է ազգային ժողովում, իրենց կողմից իրենց համապատասխան ներպետական ընթացակարգերով վավերացվել է։ Դա ինչ է ենթադրում, ըստ այդ աշխատակարգի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը ինչ է ենթադրում, որ իրենք պետք է բնականաբար իրավական հիմքերը դնեն, իրար առաջ քննարկեն, կատինում ամբողջ սահմանի սահմանազատման համար, տարբեր հատվածների, տարբեր թողեք ավարտեմ։ Սահմանազատման հանձնաժողովում կողմերը պետք է դնեն տարբեր հատվածների վերաբերյալ իրենց ունեցած քարտեզագրական իրավական հիմքերը եւ այլն եւ այլն։ Իրականացնեն սահմանազատում, ստորագրեն վերջում սահմանազատման բաները, պրոտոկոլները, այսպես կոչված։ Ամենավերջում նաև պետքա պայմանագիր, երբ որ ավարտեն սահմանազատման գործընթացը, պետքա միանց հետ պայմանագիր կնքեն դելիմիտացիայի վերաբերյալ։ Հաստատ մինչև ընտրությունները չի լինի, որովհետև դա երկար աշխատանք է։ Նաև սահմանազատման գործընթացը հնարավորություն տալիս է տարածքների փոխանակում անելու, բայց եթե օրինակ տարածքների փոխանակում չի լինում, հանրաքվեի պահանջ չկա, որպեսզի օրինակ պայմանագիրը սահմանազատման վերաբերյալ ստորագրվի եւ ավերացվի։ Եթե ընթացքում որոշվի ինչ-որ տարածքներ փոխանակել, այդ դեպքում արդեն հանրաքվեով ալին։ Հիմա որևէ նորություն չկա այդ հարցերով։ Այսինքն սահմանազատման հանձնաժողովի հանդիպում էս վերջին շրջանում չի եղել եւ նոր զարգացումներ չկան։ Արցվաշենի թեման ծագել է այն պահից, երբ որ Արցվաշենը օկուպացվել է։ Այսինքն կանգնած ենք չի օկուպացվել։ Ինչ աշխատանք։ Գրավել են։ Աշխատանքը։ Գրավել են։ Ես ու դուք ես Արցախաշենում եմ այդ օրը։ Ես այդ օրը, բայց բան չէ, վստահ չեմ, խոսել գիտեի, թե չգիտեի։ Դրա համար ես այդքան լավ չեմ։ Պարոբյան, այսինքն սահմանազատման աշխատանքների գործընթացը կանգնած է աշխատանքը սահմանազատման։ Կանգնած չի, բայց նկատի ունեմ նոր, կանգնած չի, բայց նոր հանդիպում դեռ տեղի չի ունեցել, կունենա որևէ խնդիր չկա, իսկ ինքը իր հունով գնում են։ Այլ կերպ ասած, որպեսզի հստակ լինենք, սահմանազատման հետ կապված, այդ թվում անկլավային հարցերով որևէ նորություն չկա։ Իրավական հիմքերի առումով էլ չկա։ Դա պետքա սահմանազատման հանձնաժողովում քննարկվի։ Նիկոլ Փաշինյանն ասում է դեռ պետք է իրավական հիմքեր ներկայացնել։ Դա խնդրեմ նոր պատասխանեցի։ Չէ, բայց հիմա այլ հարցեր կա։ Նիկոլ Փաշինյանն Ռուզան մի րոպե։ Հիմա երբ որ վարչապետը խոսույթ է փոխել։ Ինչով է խոսույթ փոխել։ Նախկինում գոնե ասում էր պետք է իրավական հիմքեր ներկայացնել, դա չի ասում։ Չէ, որովհետև դա ակնհայտ է, որ պետք է տեղի ունենա սահմանազատման հանձնաժողովում։ Սահմանազատման հանձնաժողովում չի կարող սահմանազատվել սահմանի անգամ 1 սանտիմետր առանց համապատասխան իրավական հիմքերի։ Արցվաշենի մասին է խոսել վարչապետը, մենք Արցվաշենի իրավական հիմքերի վերաբերյալ որևէ կասկած չունենք։ Հիմա նաև այսպիսի բաներ կան, կարծիքներ կան, մի րոպե, ասում են Արցվաշենը որևէ ռազմավարական նշանակություն չունի, այնինչ, բայց այն Ժորժ ջան, Արցվաշենը մեր տարածքն է, հասկանում եք, ես սահմանադրորեն պարտավորված եմ խոսել Արցվաշենի վերադարձի անհրաժեշտության մասին, որտեղ դա մեր տարածքն է։ Մեր տարածքն է, չեմ կարող չխոսել Արցվաշենի մասին, սրա մասին է խոսքը։ Պարոն Բենյան, Նիկոլ Փաշինյան։ Ընդ որ ոչ միայն Արցվաշենի, Ջերմուկի հատվածի տարածքների մասին, Սյունիքում հատվածներ կան, Տավուշում հատվածներ կան։ Պարզապես կներեք այն անկլավների մասին, որ խոսում են, պարոն Ռուբինյան, ասում եմ, եթե դա անցնեն Ադրբեջանում, մենք ճանապարհների ենթակառուցվածքների խնդիրներ ենք։ Ես էլ ասում եմ, որ այդ հարցերը
ենթակա են քննարկման համազատման հանձնաժողովում եւ այդ հարցերի հետ կապված արդեն երբ որ համազատումը հասնի դրան այդ հարցերին արդեն կողմերը կորոշեն այդ հարցին ոնց անդրադառնան տեսականորեն եթե փոխանակման որոշում լինի ընդհանրապես որևէ սահմանային որևէ հատվածի դա հնարավոր է անել միայն հանրակրվեով Նիկոլ Փաշինյանը գրել էր ոչ, մենք տեսանք որ Կիրանցի հատվածում հնարավոր չեղավ ճանապարհի հետ կապված այնպիսի որոշում կայացնել, որ գոնե ճանապարհը մնա Հայաստանին, հայ գյուղին եւ նոր ճանապարհ կարող է։ Որովհետեւ այդ կոնկրետ այդ կետում որոշում չկար տարածքային փոխանակման։ Բայց իդեպ եթե այդ ժամանակ էլ լիներ, պետք է հանրակրվել լիներ։ Թույլ կտաս։ Հա, Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որ մինչև տարեվերջ առաջարկների մասին փաստաթղթերը կհրապարակի եւ ասել էր, կարծես թե սպառնացել էր Սերժ Սարգսյանին, որ նաեւ մի նամակ է հրապարակել։ Դուք տեղյակ եք ինչ նամակի մասին է, որովհետեւ դուք նաեւ փող արտգործ նախարար եք եղել։ Գուցե տեղյակ եք ինչ փաստաթղթի նամակի մասին է։ Ես ինչ-որ նամակներ տեսել եմ Սերժ Սարգսյանի գրած, բայց չգիտեմ վարչապետը որ նամակ է ընտրել։ Չէ, նկատի ունեմ բանակցային գործընթացում տարբեր երկրների ղեկավարներին ուղղված նամակներ տեսել եմ, բայց ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Հիշողական դրամաբանություն կար։ Նարեկ ջան լավ է։ Պարոն Ռուբինյանը Ոնց կարող է Սերժ Սարգսյանը ոնց կարող է զիջողական լինել։ Ոչ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը իրենք ուղղակի բաներ են, չէ՞, քաջարի մարտիկներ են եղել, զիջողականներին Արցախը հայկական է։ Փաստը դա է։ Իրենց տարիներին 20 տարի Արցախը հայկական է եղել։ Դուք հիմա ինչ բարձաբանում եք բերեք, պարոն Ռուբինյան։ Ձեր տարիներն Արցախը ադրբեջանական դարձել։ Նախ ես առաջարկում եմ, ոչ թե դուք իմ հետ բանավիճ եք։ Չէ, դու ես բանավիճ եք։ Բայց բանավիճ է, բայց դեմ չեմ։ Ես ձեր հետ բանավիճ եմ, խնդիր չեմ տես։ Բայց առաջարկում եմ, ոչ թե դուք իմ հետ բանավիճ եք։ Այ Ռոբերտ Քոչյանը թող գնա Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճի։ Ինչ վատ կա։ Ինչի ենք միջնորդավորված բանավիճում Ռոբերտ Քոչյանի հետ։ Կարող եք ինձ բացատրել։ Մի խնդրում եմ, էլի դուք որևէ մեկի խոսնակը չեք, խնդրում եմ, մի ընդհատեք ինձ, Աստծո սիրուն։ Տեսեք, թող ինչ եք միջնորդավոր, օրինակ ինչի եք դուք Քոչյանի թեզը, ընդ որում որևէ ուշադրություն դարձ, մի վարքյան էլի, մի վարքյան։ Ասում եմ, ինչի եք դուք Քոչյանի թեզը հիմա ինձ փոխանցում, որ ես այդ թեզին հակափաստարկ բեմ։ Ես առաջարկում եմ հետեւյալը. եկեք միջնորդներին արանքից անենք ամենայն հարգանքով ձեր հանդեպ։ Եվ իմ հանդեպ էլ ես Նիկոլ Փաշինյանը ոչ մի գրառման գնահատական միջնորդավոր։ Չէ, ես առաջարկում եմ մեր գործը հեշտացնել։ Թող Ռոբերտ Քոչյանը բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ։ Հասկանում եք, բարձ բան եմ ասում։ Իդեպ, ուրա փայլակը, գնաց փայլակը, ափսոս, լավ չեմ ասել, ուրեմն ինչ որ ուզում եմ ասել։ Եվ հաջորդը, որ կերկին վերադառնում եմ հետևյալին, երբ որ Արցախը հայկական էր, երբ որ Լեռնային, իսկ ի՞նչ է դա նշանակում, երբ որ Լեռնային Ղարաբաղում ապրում էին հայեր։ Մենք առաջարկում ենք ճանապարհ, երբ որ մենք հայտարարեցինք, որ նշաձողը պետք է իջեցնել, այդ թվում Քոչյան Ռոբերտը, Սերժ Սարգսյանը, մյուսները, Դաշնակցությունը, Լեռնային Ղարաբաղում իրancs հետ աֆիլիացված ուժերը, մեզ դատապարտում էին դավաճանականության մեջ եւ այս ինչի մեջ, այն ինչի մեջ։ Իրանք արդյունքում ինչ արեցին։ Իրանք եւ իրանց հետ ասոցիացված ուժերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղում Դաշնակցությունը, այնպես արեցին, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ընտրեցին նախագահ Լեռնային Ղարաբաղում, ստեղ Երևանում հանրահավաք էին անում, Նարեկը մոտեցավ առնվազն Քոչյանին, Սարգսյանին չեմ նշում, մոտեցավ թե չէ։ Ասեց ինչ կարծիք եք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի մասին։ Ասեցին շատ լավ է, հուսով ենք նույնը Հայաստանում կլինի։ Հայկ Մամիջյանը ստեղ ազգային ժողովում էր ասում էր եւ կհնչի զանգը, ինչ որ մի բան կլինի։ Ու ընդամենը օրեր անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Հասկանում եք։ Հիմա դուք ուզում եք սրա մասին օրինակ մի օր հարցնեք, որ խնդրեմ ինչ որ մեկը ձեզնից Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչյանին կհարցնի, պարոն Քոչյան, պարոն Սարգսյան, այդ 2023 թվականի ամառը, որ օպերայի Ազատության հրապարակում հանրահավաք էիք անում, ասում եք շատ լավ է այն ինչ տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, հուսով ենք նույնը Հայաստանում տեղի կունենա։ Մամիջյան Հայկն էլ ասում է շուտով կհնչի զանգը։ Ու դրանից մի քանի օր հետո Լեռնային Ղարաբաղ հայաթափվեց։ Իրանք ի՞նչ նկատի ունեին։ Ես իրենց փաստաբանության պարոն Ռուբինյան։ Դե եթե իրանք 10-15 օրվա իշխանությունը չէր կարող հանգեցնել Արցախի։ Շատ լավ, դե ուրեմն նույն անալոգիայով, եթե 10-15 օրվա իշխանությունը չէր կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը, այդ ո՞նց են իրանք 30 տարի երկիրը կառավարելուց հետո, երբ որ մի իրավիճակ, երբ որ հավասար ռազմական բյուջեն, այնց են անում, որ մի քանի անգամ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում է, ու դրանից հետո մենք գալիս ենք իշխանության 1.5 տարվա մեջ, այսինքն այդ նույն անալոգիայով մենք մեղավոր ենք, որ պատերազմը սկսել։ Բայց իրանք մեղավոր չեն։
Եթե այլ հարցեր չունեն, ասում է, որ պատերազմի օրերին ինքը եկել է Արցախ եւ ուզեցել է հանդիպի Արայք Հարությունյանի հետ, բայց նա չի ցանկացել հանդիպել, ասել Նիկոլ Փաշինյանը։ դրանք հետաքրքիր խոսակցություններ չեն։ Որտեղ սկսենք նրանից, որովհետեւ Արայք Հարությունյանը ազատության մեջ չի, որ իմանանք ինքը դա հաստատում է թե չէ։ Ես ինչ իմանամ իրանք իրար հետ ինչ են խոսում։ Բայց ես ինչ իմանամ իրանք դες բան խոսել են թե չէ։ Ինքը ասում է ես այս մարդու հետ խոսել եմ, սա ես ինչ իմամ ճիշտ ասում թե չէ։ Այլ հարցեր կան։ Ռոբերտ Քոչարյանը անընդհատ խոսում սպառված փաստաթղթի մասին, հա, նոյեմբերի 9-ի, որի ժամկետը Չգիտեմ, երևի ուզում է խոսա, չգիտեմ։ Եթե այլ Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ իշխանապողության դեպքում հանրային համերաշխությունն է վերականգնելու, որովհետև ձեր իշխանությունը իր բառերով ասած Նիկոլ Փաշինյանը չար է եւ կոնստրուկտոր։ Դե Ռոբերտ Քոչարյանի իշխանության եղած վերջին օրերին հանրային համերաշխությունը, եթե ինքը պատկերացնում է, այսինքն հիշենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին օրերը, 10 զոհ Երևանի փողոցում, տանկեր Երևանի փողոցներում։ Դա է հանրային համերաշխությունը։ Թե ասենք այն որ Պապլավոկ էր ինքը գնում, դրանից մի քանի ժամ հետո այդտեղ մարդ էր սպանվում, դա է հանրային համերաշխությունը։ Գիտեք բանը, գիտեք այդ ժամանակ ես հիշում եմ Առավոտ թերթում Արամ Աբրահամյանը գլխավոր խմբագիր, այն ժամանակ էլ էր գլխավոր խմբագիր, չեմ թե հիշում թերթում էր գրել, թե ուրիշ տեղ էր ասել, ասում է հումոր էր էլի արել, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը այցելել է ազգային պատկերասրահ, զոհեր չկան։ Մա այդ է իր համերաշխությունը եղել։ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցած զոհեր չկան։ Ո՞վ է գրում։ Էլի Facebook։ Ո՞վ։ Ես օրինակ հղում արեցի ով է գրել։ Ես կգտնեմ ստատուս։ Դե գտեք ինձ ուղարկեք, շնորհակալություն։